Արամ Քրյան, ձեզ մի քանի հարց տամ, լավ, առաջին ինչ եք սաբրել արտահայտ ռեժիմով, այս օրենքը, վարկային համաձայնագիրը, երկրորդը որպես նոր ղեկավար ինչ եք պատրաստվում անել ջրամբարաշինության բնագավառի այս խայտառակ իրավիճակը շտկելու համար, օրինակ կապսի ջրամբարի կառուցման տապալումը ուղղակի դիվերսիա է երկրի նկատմամբ։ Մյուսը, ձեր կարծիքով սպառվող ջրի քանի տոկոսն է ջրաչափվում։ Մյուս հարցը, եթե հնարավոր է կառավարությունը մի զանգով Վեոլիա ջրին պարտադրի ասի չէ փոխի Երևանի ջրամատակարարման գրաֆիկը, արդյոք կառավարությունը պատրաստվում է մի քանի զանգ ևս կատարել, պարտադրելու Վեոլիային, սպասարկման վերցնել որոշ համայնքների, մեծ թվով համայնքների ջրամատակարարումը, որովհետև գիտեք, որ շատ հետաքրքիր ֆիլտր է գործում այդ բնագավառում։ Եվ մյուս հարցը, ուղղակի պարզ թվեր են ընդհանրեն, օրինակ վերջի 5 տարվա ընթացքում ոռոգման ցանցը ինչքան հավելյալ տարածքների վրա է տարածվել, լավ, այսքան ինչքան է անդարձակվել, որովհետև երկրի օրինակ բարելավելի մոտ 50%-ը չի մշակվում, եւ պատճառներից մեկը ոռոգման համակարգի բացակայությունն է, լավ, այսինքն ինչ որ բան արվել է, եւ եթե արվել է, ինչքան է արվել, ջրարբեյացումն է դրան ավելացեք, խնդրում եմ, եթե չի արվել, ինչ եք պատրաստվում անել, շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Քարյան։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, փորձեմ անդրադառնալ հատած ձեր հարցերին, ինչու արտահերթ ռեժիմով, որովհետև մարտին ունենք վերջնաժամկետ եւ համաշխարհային բանկի գործընկերների հետ աշխատել ենք անցած ամիսներին, որպեսզի դուք պատկերացնեք ինչ process-ի միջով ենք մենք անցնում, համաշխարհային բանկը ունի պարտադիր ստանդարտ ընթացակարգեր եւ դրանք տարածվում են նաեւ տվյալ վարկային համաձայնագրի վրա եւ գոյություն ունեն վարկային համաձայնագիրը ուժի մեջ մտնելու նախապայմաններ, էֆեկտիվության նախապայմաններ։ Դրանցից խոշորները մի քանիսն են, ասենք 3-4-ն են, բայց դրանք պահանջել են բավականին երկար քրտնաջան տարբեր գերատեսչություններ ներգրավող գործընթացներ, որոնք մենք այս ամիսներին արել ենք, նկատի ունեմ այս ամիսներ ասելով վարկային համաձայնագիրը ստորագրվել է սեպտեմբերին, 2025 թվականի սեպտեմբերին։ Մենք ունենք 6 ամիս ժամանակ, որ այդ բոլոր նախապայմանները ապահովեինք որպես պետություն, ինչը եւ արել ենք, այս պահին մնացել է վերջին քայլը, որ ազգային ժողովը վավերացնի, նախավերջին եւ վերջին քայլը կլինի նախագահի կողմից ստորագրումը։ Այսինքն մենք չենք սպասել սեպտեմբերից, եկել ենք փետրվարին դիմում ենք ազգային ժողովին, ոչ այդ նախապայմանները բավարարելով, դրա մեջ մտնում օրինակ կառավարման խորհրդի ստեղծումը, դրա տեխնիկական առաջադրանքի մշակումը, դրա մեջ մտնում է օրինակ ծրագրի հիմնական առանցքային կորիզ աշխատակազմի ձևավորումը սկզբնական շրջանում պետբյուջեի միջոցներով, ինչը նույնպես արվել է, կարևոր փաստաթուղթ կա ծրագրի ղեկավարման, կառավարման փաստաթուղթը դա ենք մշակել, դա է պատճառը, որ փետրվարին ենք հասել ազգային ժողովում քննարկման փուլին։ Ջրամբարաշինությունը մի կողմից իհարկե ցավոտ հարց եք բարձրացնում, մյուս կողմից նաև կարծում եմ, որ կառավարության հպարտանալու տեղերից մեկն է, որովհետև շատ լուրջ ուշադրություն է դարձնում ջրամբարաշինությանը, ինչպես նշեցի հոկտեմբերին հանրային ներդրումային կոմիտեի նիստ ունեցանք, որտեղ քննարկվեցին 5 ջրամբարներ, 5 ջրամբարների կառուցման ծրագրեր քննարկվեցին եւ հաստատվեցին 5 տարբեր մարզերում, ընդհանուր 43 միլիարդ դրամի բյուջեով, միևնույն ժամանակ աշխատանքներ ենք տանում մի շարք ֆինանսավորող կազմակերպությունների հետ, այդ թվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը, Եվրասիական հիմնադրամը եւ ունենք առնվազն 18 նոր ջրամբարների ծրագրեր, որոնք գտնվում են
որոնք գտնվում են տարբեր փուլերում, սկսած գաղափարից մինչև նախագծում։ Դրանց մեջ է շատ հայտնի Եղվարդի ջրամբարը, դրանց մեջ ունենք միջին, փոքր միջին եւ համեմատաբար միջինից մի քիչ ավելի մեծ ջրամբարներ, որոնց ուղղությամբ առաջ ենք շարժում, եթե լրացուցիչ մանրամասն ինֆորմացիա պետք լինի, պարոն Նալբանդյանը հենց նաև ջրամբարների գծով մեր ջրային կոմիտեում պատասխանատուն է, կարող ենք տրամադրել թե բանավոր հիմա, թե գրավոր հետո։ Ինչ վերաբերում է կապսին, դուք դաժան գնահատական եք գալիս, բայց ես համաձայն եմ ձեր գնահատականի հետ։ Մենք ստիպված ենք եղել, մենք նկատի ունեմ կառավարությունը ստիպված է եղել լուծել պայմանագիրը կապալառուի հետ։ Կա պայմանավորվածություն եւ կա որոշում 25 միլիոն խորանարդ մետր ծավալով գործող նախագիծը վերանայել, նոր նախագիծ պատվիրել, որը կլինի 60 միլիոն խորանարդ մետր ծավալով, նոր նախագծի պատվիրելուց եւ մշակելուց հետո կունենանք նոր մրցույթ, կունենանք նոր կապալառու եւ չի բացառում, որ կունենանք նաեւ նոր պատասխանատու գերատեսչություն։ Այսքանը ջրամբարների մասով, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Ջրի քանի տոկոսն է չափագրվում։ Ցավոք շատ փոքր տոկոսը, պարոն Խաչատրյան, դուք ճիշտ եք ակնարկում, ունենք համակարգ, ունենք սարքեր, որոնք դրվել են, հետո հավաքվել են, ունենք սարքեր, որոնք դրվել են, փչացվել են, վնասվել են, ունենք սարքեր, որոնք դրվել են ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում, միացված չեն ցանցին։ Այն ծրագիրը, որը այսօր մենք ձեզ ներկայացնում ենք, իր մեջ ունի բաղադրիչ, SCADA համակարգերի եւ լուրջ գումար ենք պատրաստվում ներդնել, որ այդ չափագրման համակարգը խելքի բերենք։ Ջրերի, ջրային ռեսուրսների եւ ջրային ենթակառուցվածքների համակարգերի կառավարումը սկսվում է տվյալների հավաքագրումից։ Մենք լուրջ բաց ունենք տվյալների հավաքագրման, ընդունում ենք, որ այդ բացը կա եւ նաեւ այս ծրագրի շրջանակում եւ նախ եւ առաջ այս ծրագրի շրջանակում նախատեսում ենք այդ բացը լրացնել։ Վեոլիայի կողմից չսպասարկվող համայնքները Վեոլիայի հետ կապված բնականաբար հարցերը շատ են։ Այո, Վեոլիան սպասարկում է Հայաստանի Հանրապետության բնակչության մոտավորապես 80%-ին, ծառայությունների մատուցում 80%-ին, 20%-ին չի մատուցում։ Ես չեմ կարող պնդել, որ այդ 20%-ը շատ վատ վիճակում են, որովհետև օրինակ համայնքն է սպասարկում իրենց։ Ունենք տարբեր դեպքեր, ունենք թե դրական, թե միջին, թե ոչ այդքան դրական դեպքեր։ Ունենք այս ծրագրում բաղադրիչ, պարոն Նալբանդյան, կուզեք այդ մասը դուք ասեք, հենց այդ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման բաղադրիչը, կխնդրեմ պարոն Նալբանդյան, երկու խոսքով դա ասեք։ Շնորհակալություն, ծրագրի երկրորդ բաղադրիչն է, որը հենց գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման նպատակ է հետապնդում։ Ծրագրի շրջանակներում, պարոն Խաչատրյան, ուսումնասիրվելու են սպասարկումից դուրս այն բնակավայրերը, որոնք կունենան նախադրյալներ ջրաղբյուրի առումով, սպասարկման արդյունավետության առումով եւ նաեւ այսպես կլաստերներ ձևավորելու առումով մի քանի նախապայմաններով ուսումնասիրվեն եւ կընտրվեն վերջնական բնակավայրերի ցանկը, որտեղ կկատարվեն այնպիսի ներդրումներ, որից հետո այսպես շահավետ կամ մրցունակ իրավիճակ կստեղծվի տվյալ համայնքները եւս օպերատորի կողմից սպասարկելու։ Այդ օպերատորը կլինի Վիոլան համայնքային թե այլ, ծրագրի շրջանակներում ամենաարդյունավետ տարբերակը ուսումնասիրվի եւ կընտրվի։ Արձագանքում եք։ Պարոն Ղալամքարյան, Մի հարց մնաց դրա, պարոն Խաչատրյան։ Դուք եք շատ հարց Հողերի հետ կապված հարցը էլի
Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հա, հողերի հետ կապված, այո, դուք ճիշտ եք, հողերի հետ կապված տարաբնույթ խնդիրներ ունենք չգրանցված հողերի խնդիր 1, որի ուղղությամբ աշխատում ենք, ունենք չմշակվող հողեր, որոնք ոռոգելի տարածքներում են, ունենք չոռոգվող հողեր, թիվը, որի հետ մենք աշխատում ենք, մոտավորապես 100,000 հեկտար է, բայց նաև կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կողմից ունենք հանձնարարական 100,000 հեկտարը հասցնել ապագայում 700-800,000-ի։ Ինչ գործիքներ ունենք եւ ինչ ուղղություններով ենք առաջ շարժվելու։ Ինտենսիվ գյուղատնտեսություն, ջրախնայող տեխնոլոգիաներ, կաթիլային ոռոգում, հողերի մելիորացիա, հողերի բերիացում, հարստացում, պոտենցիալը կա, թե հողերի առումով, թե ջրերի առումով Հայաստանում այդ պոտենցիալը կա։ Մնում է, որ մենք լավ աշխատենք, գումարներ բերենք, գումարները նաև իրենց հերթին բերեն գումարներ, այդ հողերը դառնան մշակովի, մասնավոր հատվածը սկսի մշակել այդ հողերը, եւ այո, դա մի ստրատեգիկ ուղղություն է, որը մենք որդեգրել ենք եւ այդ ուղղությամբ առաջ ենք շարժվելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, արձագանքում եք։ Պարոն Ղալամքարյան, տեսեք, ես խնդրել եմ օգնականին, այս հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկի մասին վիճակագրություն անի։ 2/3 արտահերթ նիստեր են, որովհետև կառավարության ներկայացուցիչները գալի ասում են, գիտես, process-ը դժվար է, երկար է։ Փետրվարից առաջ նախ մինչև 6 ամիսը։ Փետրվարից առաջ հունվարն էր, մինչև դեկտեմբերն էր, այսինքն ճիշտ չի անարգանք է գոնե այս հանձնաժողովի նկատմամբ անընդհատ ստիպել արտահերթ ռեժիմի գնալ։ Մյուս խնդիրը, ասում եք, ջրամբարաշինությունը մեր հպարտությունն է եւ ծրագրեր եք ներկայացնում։ Իմ հարցը վերաբերում է ոչ թե ապագա ծրագրերին, այլ նախորդին։ Այսինքն, որ նայեք կապիտալ ծախսերի կատարողականը, ջրամբարաշինությունը ամենացածր տոկոսն ունի կատարողականի մեջ։ Դրանից ինչով եք հպարտանում, չեմ հասկանում։ Մյուսը կապսի ջրամբարը ասում եք կապալառուն։ Հիմա պատկերացրեք դուք տուն եք գնում եւ պետքա վերանորոգեք։ Լավ, մեկու մեջ պիտի գնաք տեսնեք, չէ՞, գաջը քաշեցին, այդ գիպսակարտոնը խփեցին, պարկետը խփեցին, ներկեցին։ Բա որ չեք գնացել, չեք ստուգել, ինչ պիտի կապալառուն լավ աշխատի։ Իսկ նա որ պատասխանատու է եղել ծրագրի վերահսկողության համար, հիմա արդյոք բոլորովին պատասխանատու չի այս ձախողման համար։ Նույն կապսի հետ կապված, լավ, նախնական ծրագրով 70 միլիոն խորան արդյոք հետո դառավ 60, հիմա դառավ 25, հետո է գնում էլի 60-ի։ Այն դեպքում, երբ բոլորը միաբերան ասում են, որ 60 միլիոնը նվազագույն շեմն է։ Իսկ քանի տարի պետք է կորցնել, որ էլի գալ այդ 60 միլիոնի եւ նոր տենդեր հայտարարել։ Սկադա համակարգի մասին։ Ես 18 թվականի մայիսին նախարար էի, Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր։ Ես ասում եմ ջրերի ջրաչափման հետ կապված խնդիր կա, այս սկադա համակարգ ես լսում եմ առնվազն 2018 թվականից։ Հիմա դուք ասում եք պատրաստվում ենք ներդնել։ Եվ մյուսը այս կներեք արդեն առնվազն 18 թվականից այս կառավարություն։ Ասում եք 100,000, ուզում եք դարձնենք 800,000։ Լավ եք անում, իմ հարցը վերջին 5 տարվա ընթացքում ինչքան եք դարձրել։ Այսինքն դուք պիտի առնվազն 20-ը 100 դարձրած լինեիք, լավ 30-ը 100, 50-ը 100 դարձրած լինեիք, գոնե կրկնապատկեիք, որ 8-ա պատկելու ձեր հայտարարությունը առնվազն սկեպտիկ չընդունվեր։ Դա համար եմ ասում, նախկինում ես հասկանում եմ նոր եք նշանակվել, բայց 8 անգամ ավելացնել, ինչի հիմա վրա եթե նախորդում չեք ասում, ինչքան է ավելացվել։ Իսկ չգրանցված հողերի մասին ես ձեզ գրավոր հարցում կանեմ, որտեվ անկեղծ ասած չեմ հասկանում ինչ է նշանակում չգրանցված հողեր։